Վերջերս շատ են հանդիպում դեպքեր, երբ ընկերները, հարազատները կամ այլ մարդիկ պարտքով գումար են ուզում, սակայն հետո լավագույն դեպքում անընդհատ հետաձգում են վերադարձի ժամկետը, իսկ վատագույն դեպքում անհետ կորում են։ Այսօր խոսելու ենք պարտքային խարդախություններից։ Ներկայացնեմ մի քանի սցենարներ։ Ձեզ հետ որևէ կերպ առնչված անձը, օրինակ հաճախորդը, նախկին գործընկերը, համակուրսեցին կամ էլ ազգականը խնդրում է հանդիպել, կամ զանգում է հեռախոսով, կամ էլ գրում է սոցիալական էջերով եւ պատմում, որ ներդրումային հրաշալի ծրագիր է մտածել։ Այդ ներդրումային ծրագրերն էլ կարող են լինել բազմազան, սկսած պահեստամասերի, դեղորայքի բիզնեսից վերջացրած արժեթղթերի առքուվաճառքով։ Ձեզնից խնդրում է գումար, ավելի շատ գումար վերադարձնելու պայմանով։ Դուք հավատում եք նրա ներդրումային ծրագրին, տալիս եք գումարը եւ նա վերադարձնում է գումարը։ Դեռ մի բան էլ ավելի շատ։ Ֆիլմը շարունակվում է։ Ծանոթը մյուս անգամ ավելի շատ գումար է ուզում, էլ ավելի շատ վերադարձնում։ Այդ ընթացքում հանդիպում է ձեզ հետ, ընտրում, մտերմանում եւ ավելի շատ գումար ուզում։ Մոտենում ենք ֆիլմի ավարտին, քանզի մեր մտերիմն այս անգամ անհետ կորում է։ Ջնջում է սոցիալական էջերը, անջատում հեռախոսը ու պարզապես անհետանում, իր հետ հեշտությամբ տանելով իր բազմաթիվ բարեկամների, ընկերների, գործընկերների, երբեմն էլ անծանոթ մարդկանց դժվարությամբ վաստակած գումարները։ Կոնկրետ պատմածս դեպքն ուսումնասիրելիս պարզեցի, որ նա այդ գումարի մի մասը վատնել էր խաղատանը, մի մասով պարտք էր մուծել, մի մասով գնել կրիպտո արժույթ եւ այլն։ Եկեք հետ հայացք գցենք ու հասկանանք, թե ինչպես կարելի էր խուսափել այս իրավիճակից։ Նշեմ, որ այնքան էլ հեշտ չէ ի սկզբանե բացահայտելը, այդ մարդը խաբում է, թե իրոք կատարում է ներդրումային աշխատանքը կամ բիզնեսը, քանզի նա լավ տեղյակ է լինում ոլորտից, կարող է փաստաթղթեր ու հաշվարկներ ցույց տալ, աննման մանրամասներ պատմել, որի արդյունքում չհավատալը գրեթե անհնար կլինի։ Այս փուլում պարտվելը հեշտ է։ Հեշտ է նաև հետո պարտվելը, երբ ձեզ գումար է վերադարձնում եւ նորից խնդրում, քանզի արդեն վստահում եք նրան։ Գնալով համոզվում ենք, որ ամենադժվարը, բայց ամենաարդյունավետը հենց սկզբում մերժելն ու գլխացավանքից ազատվելն է։ Անկամ տարիներով գծագրված ու փորձարկված բիզնեսներն են փուլ գալիս, պետք չէ հեշտությամբ վստահել բարձր եկամտաբերությամբ ու պայծառ թվացող նախագծերին։ Ֆինանսիստներն ասում են, որ անգամ այդպիսի առաջարկների մասին մտածելու ժամանակն է ափսոս, էլ չասենք կորցրած մեծ գումարների մասին։ Ուրիշ պատմություն է, եթե դուք բիզնեսի համահիմնադիր եք, կիսում եք գաղափարախոսությունը կամ բիզնեսում ներդրում եք կատարում, ձեռք բերելով ներդրման մասին վկայող փաստաթուղթ, օրինակ բաժնետոմս։ Իսկ թե ինչպես մերժել, բարդ եւ տոկունություն պահանջող գործ է։ Օրինակ կներես, բայց ես ավել գումար չեմ պահում, իմ գումարները ավանդային հաշվում են։ Իդեպ դա աշխատող մեխանիզմ է։ Եթե ունեք խնայած գումար, ապա կարող եք կատարել ներդրումներ, դնել ավանդային հաշվում։ Իսկ պարտքով գումար խնդրողներին պետք է սկզբում մերժել, թե չէ նրանք կսկսեն իրենց բազմահազար տեխնիկաները բանեցնել ու հասնել նպատակին։ Չմոռանաք, որ նրանք սովորաբար պրոֆեսիոնալ մանիպուլյատորներ են կամ համոզիչներ են լինում, սկսում ենք սովորել ասել ոչ։ Իսկ ինչ անել, եթե արդեն զոհ եք դարձել։ Մնում է դիմել ոստիկանություն, որքան որ շատ զոհեր դիմեն ոստիկանություն, խմբային հաղորդում ներկայացվի, այնքան մեծ կլինի հավանականությունը, որ քրեական գործ կհարուցվի, ինչն էլ կարող է հանգեցնել այդ մարդուն բերման ենթարկելուն եւ գումարը գոնե մաս-մաս հետ ստանալուն։ Ոչինչ չանելն ու այդ մարդուն սպառնալը, բարեկամներին գրելը դժվար թե ավելի արդյունավետ լինի։ Հաջորդը կուզեմ պատմել հատկապես աղջիկների շրջանում շատ տարածված մի դեպք։
Տղան գրում է իր հին ընկեր կամ պարզապես ծանոթ աղջկան, պատմում, որ հիվանդ է ծնողը կամ վատացել են գործերը կամ որևէ կարիք ունի ու խնդրում է գումար։ Այսպիսի դեպքերում նրանք սովորաբար չեն վերադարձնում գումարը տարբեր սցենարներով կամ անverջ հետաձգում են, մտածելով, որ աղջիկը ոչինչ էլ չի անի, ոչ կդիմի ոստիկանություն, ոչ բարեկամներին, քանզի կամաչի, կվախենա գումար տալու համար մեղադրվելուց։ Կամ էլ այդ տղաները կարող են շանտաժի ենթարկել, սպառնալ, որ կհանրայնացնեն տեղեկություններ, որոնք այդ աղջիկը խուսափում է հանրայնացնել։ Ինչ անել այս պարագայում։ Փորձը ցույց է տալիս, որ այսպիսի տղաները մեկ անգամ պարտք վերցնելով ու շանտաժի ենթարկելով չեն բավարարվում։ Նրանք դա կարող են անել էլի ու էլի ու էլի, իսկ դուք անverջ հայտնվելու եք կոտրված տաշտակի առջև։ Շատ աղջիկներ փաստում են, որ սկսել են երբեք պարտք չտալ անգամ մոտ մարդկանց մեկ անգամ տեղը տեղին խաբվելուց հետո։ Կարող եք չմիանալ նրանց եւ առաջին անգամից ստանձնել պատասխանատվություն ու ոչ թե շրջանցել խնդիրը, այլ լուծել այն ու կարողանալ ասել ոչ։ Բազմաթիվ երկրների կառավարությունների կոչն է երբեք չբանակցել տերորիստների հետ։ Գուցե համեմատությունս ծանր էր, բայց ֆինանսական սուղ կարիքի մեջ եղող մարդը, օրինակ առցանց խաղատներում պարտված մարդը, կարող է բանեցնել իր ողջ զինանոցը խնդրանքներով, մեղադրանքներով, պահանջներով, որ ձեզնից գումար կորզի։ Կարող եք ամենասկզբում հենց փակել խոսակցությունն անվերադարձ, լինել կտրուկ ու հաստատակամ։ Իսկ եթե արդեն հայտնվել եք ծուղակում, մայրս միշտ ասում է, կես ճամփից հետ կանգնելն էլ է մեծ քայլ։ Պետք չէ մնալ մի ձնագնդիկում, որը պտտվելով խորտակելու է ձեզ։ Կարողացեք ստանձնել պատասխանատվություն, լուծել խնդիրը։ Կարող եք խոսել այդ խնդրի մասին իրավապահ մարմինների հետ, կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնների հետ, ընկերների հետ։ Ես այս խնդրի մասին տեղեկացել եմ այն խիզախ աղջիկներից, ովքեր հանրայնացրել էին խնդիրը, տվել խնդրին լուծում։ Ձեր ճանապարհը կարող եք ինքներդ գտնել, բայց քայլեր ձեռնարկեք լուռ ու անverջ տառապելու փոխարեն։ Եվ վերջում կուզեի հավելել, որ այսպիսի խնդրանքներով ձեզ կարող են դիմել նաև անծանոթ մարդիկ, սոցիալական էջերով, հեռախոսով։ Նրանք կարող են ուզել բուժվելու գումար կամ օրինակ առցանց ծանոթությունը վերածեն սիրավեպի եւ հետո գումար խնդրեն։